Ողջունում եմ բոլորին, իմ շատ սիրելի հետևորդներ, ինչպես եք թանկագիներս։ Այսօր տոնական համեղ ռուլետ ենք պատրաստելու աղացած մսով։ Ես ձեզ առաջարկում եմ պատրաստել այնպիսի ուտեսներ, որ մի քիչ ձերծ մնաք մեծ խոզի բուտ պատրաստելուն։ Այսինքն, մի քանի տարբերակներ եմ ձեզ ցույց տալու հերթականությամբ, մեկը այսօր, մեկը վաղը, մեկը մյուս օրը, այս ամսվա ընթացքում ես ձեզ մի քանի տարբերակներ ցույց կտամ մսի պատրաստման գեղեցիկ նախուտեսների կամ որևէ ուտեսների, որպեսզի խոզի բուդը այդպես մեծ չպատրաստեք, դնեք սեղանի կենտրոնում, մի քանի օր տաքացնեք կամ չտաքացնեք, կտրեք, չորացնեք, մի խոսքով։ Ձեզ խորհուրդ եմ տալիս պատրաստել այսպիսի տարբերակներ, ուզում եք պահեք սառցախցիկում, այդ օրը թարմը էփեք դրեք, որովհետև շատ արագ է եփման process-ը, ուզում եք պատրաստեք, պատրաստի վիճակում դրեք սառնարանում եւ մատուցեք։ Այս անգամ հիմա պատրաստում ենք աղացած մսովը, ձայնս կտրվել է, նորից բացառող չեմ, ներող կլնենք, եթե լավ չլսվի։ Սիրելիներ, ունեմ աղացած միս, 1 կիլոգրամ աղացած միս է։ Իդեպ, ասեմ, յուղոտ միս եմ վերցնում, կարող եք խոզի միսներ խառը վերցնել, որպեսզի ինքը կպչուն հատկություն ունենա ու ամենակարևորը համեղ լինի, եթե միայն չոր միսն է աղացած, այդքան էլ համեղ չի ստացվում։ Ավելացնում եմ 1 ամբողջական ձու, ավելացնում եմ քերած պանիր, չոր պանիր է, իմ մոտ պարմեզան պանիր է, 50 գրամ է, ավելացնում եմ պաքսիմատ, 2 ճաշի գթալ, այսպես պաքսիմատ ենք ավելացնում, աղ ենք ավելացնում, սև աղացած պղպեղ, կարմիր աղացած պղպեղ և սխտորի փոշի, կարող եք թարմ սխտոր էլ ճզմել ու հիմա մի լավ տրորում եք, ես ձեռքերով կտրորեմ, որպեսզի լավ տրորվի։ Իդեպ շատ լավ ուտեստ է, կարող եք սովորական օրերին էլ պատրաստել, միայն տոնական չի, որ լինում են տանտիկիններ, հայուհիներ, որ Facebook-յան խմբերում գրում են օրինակ սիրելի աղջիկներ, ինչ եք պատրաստում այսօր, հոգնել ենք մշտական ուտեսներից, ամենօրյա նույն բաները, աղացած միսը ընդամենը վերցնում եք ու շատ արագ փաթաթում եք, պատրաստում եք, այլ կտեսնեք, որ ձեր տան անդամները շատ գոհ կլինեն։ Լավ այսպես տրորեք, տեսեք, որպեսզի համեմունքները լավ խառնված լինի։ Վերջ, հիմա շարունակում ենք։ Ուրեմն, վերցնում ենք թուղթը, ջեռոցի համար նախատեսված, յուղաթուղթ, մի քիչ ձեթ ենք քսում, ձեթը ուղղակի քսում ենք, որպեսզի փաթաթելուց հետո միսը հեշտ պոկվի թղթից։ Հենց մի լավ ձեթում ենք։ Ու միսը տեղափոխում ենք թղթի վրա, որովհետև պետք է տարածենք։ Ուզում եք ձեռքերով, ուզում եք գրտնակի միջոցով, ինչպես որ ձեզ հարմար է։ Մի հատ էլ թուղթ եմ դնում երեսին, այսպես սիրուն հարթեսին։ Թուղթը մի կողմ ենք դնում, հիմա ես ձեռքերով կհարթեցնեմ եզրերը, որպեսզի հավասար լինի։ Այսպես, հարթեցրեցինք, գոհ եմ իմ աշխատանքից, հիմա ինչ ենք անում, պանիր, հալվող պանիր, արդեն կտրատած վիճակում, ինչպես դուք սիրում եք, շատ չդնեք, իրա այսպես խորհուրդ կտամ, որպեսզի եզրերին շատ չդնեք, էդ էլ է կարևոր, քանի որ շատ մեծ է, ես այսպես նույնիսկ կկտրատեմ, այսպես, այս անգամ պանիրը առնելուց մի քիչ հաստ տարբերակն եմ առել, բայց ոչինչ։ Ու իդեպ ծխեցրած է, շատ անուշ համ ու հոտ ունի։ Այսպես։ Ապուխտ ունեմ,
Չգիտեմ Հայաստանում ինչպես են անվանում այս ապուխտի տեսակներին, սիրելիներ։ Շատ համեղ է, երբ որ կամ բեկոն կարող եք դնել։ Շատ համեղ, համ ու հոտ է տալիս։ Այսպես սիրուն շարեք։ Իդեպ դուք ընտրեք միջուկը, ես ձեզ տարբերակներ եմ առաջարկում, բայց յուրաքանչյուրին կարող է իր տան անդամների ճաշակով, չէ, ով ինչ է սիրում, իրենց քիմքին հարազատ ուտեստ ընտրել, բաղադրիչ ընտրել։ Եվ թարմ սպանախ եմ ես դնելու, դուք եթե չունեք թարմ սպանախ, կարող եք սառցախցիկից անել, գիտեմ, որ իմ հայ տիկինները, հայուհիները իրենց պահուստը լավ ապահովում են ձմեռային։ Խնդիր չկա, կարող եք նաև սառեցրած օգտագործել։ Ու հիմա ուշադրություն, պետք է փաթաթենք զգուշությամբ ու գեղեցիկ։ Այսպես, որքան լավ փաթաթենք, բնականաբար ինքան լավ է ստացվելու։ Այսպես, սեղմելով։ Սպանախը առաջ է գալիս, բայց խնդիր չկա, մենք կտեղավորենք։ Հիմա հետ եմ տանում, որպեսզի այսպես, տեսեք։ Եզրերը լավ հավասարեցրեք։ Հիմա ուշադրություն, կամ կարող եք այսպես, հենց անմիջապես այսպես, ուղարկել սառցախցիկ, իհարկե ծածկեք, հետո սիրուն ցելոֆանի մեջ հերմետիկ ծածկեք, դնում ենք սառցախցիկում, երբ որ մեզ անհրաժեշտ է լինում, մի քանի ժամ առաջ հանում ենք դուրս ենք բերում, որ ինքը հետ գա, կտրատեք ու դրեք ջեռոցում, կարող եք ամբողջական այսպես պատրաստել, հետո կտրատել եւ մատուցել, քանի որ ես սիրում եմ նախապես կտրատեմ հետո, երբեմն ես հիմնականում այսպիսի ուտեստները նախապես կտրատում եմ հետո նոր դնում ջեռոցում, բայց կտրատելու համար պետք է միսը մի քիչ թողնենք հանգստանա սառնարանում, որպեսզի գեղեցիկ կտրվի։ Եթե այսպես ամբողջական չեք եփելու, դրեք սառնարանում 2 ժամ պահեք, հետո արդեն կտրատեք։ Կհանդիպենք, երբ արդեն կտրատելու լինենք։ Ճիշտը որ ասեմ, 2 ժամ չի անցել, ես ուրիշ տեսանյութ էի նկարում, վերջացրեցի, մտածում եմ, որ մի քիչ սառը լինի, կարելի է կտրել։ Իդեպ ես այսօր չեմ եփելու, քանի որ ուզում եմ պահել տոնական օրերին, ուղղակի կկտրատեմ, որպեսզի դուք տեսնեք ինչպիսի տեսք ունի։ Հետո ես նորից սառցախցիկ եմ դնելու, հերմետիկ ծածկելու, տոն օրերին սիրուն պատրաստելու եմ։ Այ տեսեք, որքան գեղեցիկ տեսք ունի, կարող եք այսպես կտրատել, տեսեք։ Կտրատել եւ կամ պահեստավորեք, կամ էլ էփեք։ Վերջ, տեսեք, ես հիմա այսպես ձեռքով կվերցնեմ, ցույց կտամ, տեսեք որքան գեղեցիկ, կայուն ռուլետներ ենք ստացել, կարող եք հենց այսպես ուղարկել ջեռոց, ջեռոցում այսպես կտրատված վիճակում, սիրելիներ, 170 աստիճանը բավական է, մոտավորապես 30 րոպեին պատրաստ է լինում, դե կախված իհարկե որքան հաստություն եք վերցրել, կոտլետի նման պատրաստ է լինելու, շատ հեշտ է պատրաստվում այս կտրատված վիճակում, իսկ եթե ամբողջական վիճակում եք ուղարկելու, միանգամից հենց թղթով, ինչպես որ սկզբից է, ուղարկում ենք, այդպես մի քիչ երկար է պատրաստ լինելու, մոտավորապես 1.5 ժամ անհրաժեշտ է։ Սկզբից թղթով ենք ուղարկում, թողնում ենք 40 րոպե, հետո թղթից ազատում ենք ու թողնում ենք, որպեսզի երեսն էլ կարմրի, որպեսզի ներսը լավ թխվի, սիրելիներս, ու հետո կտրատեք ըստ ճաշակի, պատրաստեք ըստ ճաշակի։ Դե ինձ սիրելիներ, թող տոները լինեն բոլորիս համար միայն ու միայն ուրախ տոնենք, ոչ մեկ կորուստներ թող չունենա, թող իմ հայ ընտանիքում միշտ գեղեցիկ արարողություններ լինեն եւ ուրախություններ լինեն։ Գրկում ու սիրում եմ բոլորիդ սիրելիներ։ Ես երբ որ սա պատրաստեմ, խոստանում եմ, որ կարճ կադրերով ցույց կտամ նաեւ պատրաստի վիճակում։ Հաջողություն բոլորիս։